Սիրելի երևանցիներ, 23 թվականի ընտրություններից սկսած այս դահլիճում շատ քաղաքական կամ քաղաքականին նմանվող խոսքեր են հնչել եւ մեր ներկայությունը անշուշտ ջղաձգումների առիթ է տվել եւ պիտի արձանագրենք, որ այդուհանդերձ իշխող կարկատած մեծամասնություն ունի նյարդերի կառավարման խնդիր եւ ակնհայտ է, որ անընդհատ այդ գուբերնիա մյուս այդ կարգի այդ ձանձրալի այդ ծամծմված այդ թեզերը առաջ տանող իշխանությունները նույն Ռուսաստանից մեր հարաբերությունները շատ ավելի խորքային առումով դարձրել են զգալի, շատ ավելի մեծ թվով շրջանառություն են դեպի տարել Սիրիա Ռուսաստանի խաղաղարազորքերի կազմում զորք են ուղարկել, վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը ասաց, ով որ ուզում է խաթարել հայ-ռուսական հարաբերությունները, դա ինաստրաննի ագենտ է։ Այնպես որ այդ եսպաշտության գագաթնակետը մենք այլևս արձանագրել ենք։ Բայց այս կառավարումը ինչի է հանգեցրել, ուրեմն 18 թվականին արդարացի փոփոխությունների սպասող ժողովրդի քվեն գողանալով եւ էմոցիան կորզելով, այս իշխանությունները ընդամենը հաղթահարեցին աղքատությունը իրենց գլուխներում եւ իրենց գրպաններում եւ սկսեցին մարդկանց պիտակավորել եւ ասել, որ մարդու վատ ապրելու մեղավորը ինքն է։ Մարդուն հայտարարելով սկզբում հպարտ 3 միլիոն վարչապետեր, սկզբում մարդկանց անվանեցին Պողոսներ։ Ուրեմն ոչ Պողոսացմանը, հարգելի քաղաքացիներ, հետո արդեն կտրվելով իրականությունից եւ իրենց հավերժ պատկերացնելով հայտարարեցին, թե որոշ մարդկանց անվանեցին համբալներ, ուրեմն ոչ համբալացմանը։ Իսկ ահա արտաքին ուղեցրի առումով Հայաստանը լրջագույն վտանգների ենթարկելով, թուրքական վիլայեթացման ուղի բռնելով, Հայաստանի ղեկավարին այլևս իրենք պատկերացնում են որպես տեղապահ փաշա։ Ուրեմն ոչ փաշայացմանը, ոչ պողոսացմանը, ոչ համբալացմանը, ոչ փաշայացմանը չընդհատեք։ Կակայա։ Ուրեմն երբ որ փորձում եք ինչ-որ թեմաներ շոշափել, պատրաստ եղեք պատասխանը լուր լսելու։ Հակառակ պարագայում, սիրելի հայրենակիցներ, հարգելի երևանցիներ, բոլորդ էլ ամեն քայլափոխի տեսնում եք, ձեր գրպանը մտնելով, ձեզ տուգանքի մատերիալ դարձնելով, գույքահարկը եւ մնացած ծառայությունները թանկացնելով, քաղաքային բյուջեն ինչքան շատանում է, փոխանակ խնդիրները կչանան, խնդիրներն էլ հետն են շատանում, բա որ փողն էլ է շատանում, խնդիրները չեք կարողանում լուծեք, էլի կառավարությունից եք փող ուզում։ Ձեր բանուգործի անունը ստեղ նստած ինչ է, որ ընդամենը փորձեք ձեր արատները պայմանավորել անցյալից եկած իներցիայով, դուք իրավունք չունեք բողոքելու մի բանից, որի պատճառով եկել եք իշխանության։ Դուք եկել եք, որ դա լուծեք, ոչ թե դրանով պատճառաբանեք ձեր ձախողումները։ Ուրեմն քրեական գործերի սկանդալների ոչ մի բանի պակասություն չկա, անիվով սկսած մնացած շարունակություններն էլ ասենք ձեզ նվեր ուղղակիորեն։ Հայաստանի քաղաքացի միջև կոկորտը կշտացել է ստի, կեղծիքի ու մանիպուլյացիայի այդ գերդոզավորումից, որ դուք տալիս եք տարբեր դահլիճներում եւ նորից եմ ասում, հանկարծ որից է մեկի մոտ պատրանք չլինի, որ հավերժ իշխանություն է լինելու, հավերժ իշխանություններ չկան եւ եթե դուք նախկին արատները դատապարտելով գալով իշխանության նախկին շատ արատավոր երևույթներ կրողների հետ պայմանավորվելով, հիմնադրամներին մուծվել տալով, ինչքան Գանձագող սրիկա ու սերմացու գողացող մուկ կա, թողել եք, որ ազատության մեջ ման գա, այսօր այդ քրեական գործերով հասարակության աչքին թոզ եք փչում, տեսեք դուք հեղափոխական եք, ձեզանից ինչ հեղափոխական, դուք ձելեցներ եք, դուք կոմերսանտներ եք, ովքեր շահարկելով ժողովրդի արդարացի դժգոհությունն ու ցասումը, եկել եք դարձել եք նախորդներից ավելի վատը, նախորդների արածները պարտակողը եւ նախորդների հովանավորները, ովքեր որ այս երկրում շատ վնասակար բաներ են արել։ Դուք պարտավոր եք լավ ժառանգությունը վերցնել, զարգացնել, արատավորի դեմ պայքարել, բայց դուք այդպես բան չեք արել ու հիմա էլ այս երկիրը դարձնում եք թուրքի բաժին, անունը դնում եք իբրև թե հակառուսական եք դուք ոչ մի հակառուսական էլ չեք, դուք բախտախնդիր ավանտյուրիստներ եք, որ այս երկիրը տանում եք փորձությունների ու Աստված մի արած է, որ դրանից հետո դուք չլեք արել